Առաքյալների մարգարեի հիման վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաչին, սուրբ տաճար կլեն Տիրոջմով, որով դուք ալ մեկտեղ կշինվիք Աստծո բնական լալու հոգով սրբով։ Մինչև բուն անկյունակարի մասին խոսելը սիրելներ, մենք խոսենք, թե ինչ կառուցվել է մարդի մեջ, եւ այս խորհուրդը, որը որ մարդի կյանքի անկյունակարը լինի Քրիստոս, մենք խորը համոզված ենք Սուրբ գրքից, սիրելներ, որ եդեմական պարտեզից համոզվում ենք, որ Աստծո ծրագիրն էր, որ մարդի հոգու աշխարհում լինել Աստված որպես կյանքի անկյունակար, որտեղ մենք գիտենք եդեմական պարտեզում, երբ որ Աստված ստեղծեց մարդին, որպեսզի մարդը ուներ այդ կյանքի անկյունակարը, եւ դահավիտյանական դարից առաջ էր այդ ծրագիրը, նորը չէր, Ծննդոց 2-րդ գլխի 9-րդ խոսքում կարդում ենք, որ Տեր Աստված գետնեն տեսնելու համար ամեն ուտելու աղեք ամեն ծառը բուսցուց եւ մեջտեղ է կյանքի ծառը։ Սա խոսում այն մասին, որ Աստված, որ ստեղծեց մարդին, որպեսզի մարդը ընդունի այս ճշմարտությունը եւ իր հոգու աշխարհում Աստվածային կյանքի հայտնություն լինի, մարդ ունենա աստվածային կյանք եւ Աստված դառնա մարդի կյանքի անկյունակարը։ Այս մասին գրում է նաեւ Պողոս առաքյալը, որ դա ոչ թե այդ խորհուրդը, ոչ թե Աստված կամեցել էր լինել մարդի կյանքի մեջ, ոչ թե մարդի մեղանչելուց հետո, այլ Սուրբ Գիրքն ասում է, որ հավիտենական դարերից առաջ, ահա մենք ընթերցում ենք 2 Տիմոթեոս 1-9 խոսքում, որ Քրիստոսի խաչելությունը դա ոչ թե մեղանչելուց հետո ծրագրվավ, այլ դա ծրագրվել է հավիտենական դարերից առաջ, ահա 2 Տիմոթեոս 1-9 խոսքում կարդում ենք, որ մեզ փրկեց, Սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանության շնորհքի նայելով, որ Քրիստոս Հիսուսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Աստված ուզում էր, որ մարդի հոգու աշխարհում մարդը հոժար կամքով ընտրեր կյանքի անկյունակարը եւ կառուցվեր նրա մեջ աստվածային կյանքը եւ մարդ ունենար աստվածային կյանք։ Եվ սա տրված է հավիտենական դարեր առաջ Քրիստոսի մեջ, Աստծո հավիտենական ծրագիրն էր։ Եվ Աստված այս ծրագրից հետ չքաշվավ, երբ որ մարդը մեղանչեց, Աստված իր ծրագիրը ուզում է իրականացնի, որ մարդի կյանքի անկյունակարը լինի Քրիստոս։ Բայց մենք տեսնում ենք, որ մարդ Արարաչը չլսեց, չհնազանդվեց, եդեմական պարտեզում նա կերավ այն ծառից, որ Աստված արգելել էր, ինչպես կարդում ենք 17 խոսքում, բայց բարու չարի գիտության ծառեն մի ուտեր, քանզի այն օրը որ ուտես անշուշտ պիտի մեռնիս, 2-րդ գլուխ Ծննդոց։ Այսինքն մարդը հավատալով հակառակորդի դրդմանը մի խոսքով կերավ այդ ծառից, սատանայի խոսքի ընդունելուց մարդի մեջ ծնվավ կեղծ, պիղծ անկյունակար։
Դա մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ մի շարք համարներ կարող ենք թելադրել, որպեսզի դու տեսնեք, որ մարդի կյանքում առաջացավ սխալ հավատք եւ առաջացավ մարդի մեջ կյանքի ըմբռնման պիղծ, կեղծ, անկյունակար։ Եվ դա մենք տեսնում ենք Ծննդոց գրքի մեջ 3-րդ գլխում 5-6 խոսքերում, Սաղմոս 51-ի 5-ում, Հռոմեացիս 6:6-ում եւ Հռոմեացիս 5:12-21-ում։ Այս համարների տակ մենք տեսնում ենք, որ մարդի մեջ ծնվեց մեղքի բնություն։ Եմ ուզում եմ ստեղ մի որոշ լուսաբանում անել, օրինակ ես երբ որ առաջի անգամ սկսեցի կարդալ Սուրբ Գիրքը, ասենք սկզբից ես հինուխ չէի կարդում, հետագայում որ կամաց սկսեցի կարդալ, ես մտածում էի, որ ինչ արև Ադամն Եվան ինչ են, ընդամենը անհնազանդ են եղել, եթե ես հնազանդվեմ, լրիվ հարցերը կլուծվի։ Ես մեղքի ըմբռնումը ունեի ընդամենը մտածում էի, որ մարդի մեջ մարդը անհնազանդություն արեց, չլսեց ասում։ Եթե ես հնազանդվեմ, հարցերը կլուծվի։ Բայց երբ որ Աստծո խոսքի մեջ խորանալով Ավետարանի լույսի տակ Սուրբ Հոգու միջոցով ես տեսա, որ մարդի ներքին աշխարհում ոչ թե ընդամենը աննազանդության ֆակտորն է, այլ ավելի խորն է, քան ես պատկերացնում էի։ Եվ մենք տեսնում ենք Աստված մարդին ասեց, քան անորը որտես անշուշտ պիտի մեռնիս։ Ինձ թվացել էր, թե մեռնել բառը նշանակում է ուղղակի մեղք գործել։ Բայց երբ որ Սուրբ Հոգին լուսավորեց, ես սկսեցի հասկանալ այս համարը, որը մենք կարդում ենք Հակոբոս առաջի գլուխ 14-15 խոսքից։ Սակայն ամեն մեկը կփորձվի իր ցանկությունը հրապուրված ու խաբված, անկետև ցանկությունը հղիանալով մեղք կծնի, մեղքը որ կկատարվի մահ կծնվի։ Պաստորն այստեղ Աստված ասեց, որ ուտես պիտի մեռնես։ Հակոբոսը բաց անում Սուրբ խոսքերով, Սուրբ Հոգու լույսով, որ ցանկությունը մինչև չհղիանա, մեղք չի ծնվի, մեղքն էլ մինչև չկատարվի, մահ չի ծնվի։ Այսինքն ոչ թե ընդամենը աննազանդություն արել մեղքագործել, այլ ստեղ առաջացել է ահագին ցանկություններ, այդ ցանկությունները հղիացել են, նրա հղիանալուց մեղք կա ծնվել, մեղքն որ կատարվել է նոր մահ է ծնվել։ Ես ուզում եմ այդ տեսնեք դուք, որ այսօր էլ ցանկությունը հղիանում եմ հավատալուց, եթե մի բանի նկատմամբ դու հավատ չունեք, ինչու օրինակ նրա մեջ չհղիացավ փափակ դեպի կյանքի ծառը, որտեղ Աստծո ասացի նկատմամբ նա հավատ չուներ, Աստծո ասացի նա չընդունեց, նա մերժեց, եւ այսօր ամենամեծ պրոբլեմը մարդի կյանքում Աստծո խոսքը արհամարելն է։ Երբ որ մարդը Աստծո խոսքը արհամարում է, նրա մեջ առաջանում է օտար ցանկություններ։ Երբ որ ես ուզում եմ ցույց տալ, որ դեռ ծառից չկերած, նրա մեջ արդեն գնում էր այդ հղիության process-ը։ Այդ տեսեք, ես ուզում եմ ցույց տալ 5-րդ խոսքը 3-րդ գլխի, քանզի Աստված գիտե, որ այն օրը անկե ուտեք, աչքեր դի բացվին, Աստվածների պես պիտի լակ բարու չարը գիտնալու։ Եվ կինը տեսա, որ ծառը աղեղի կերակուրի համար, մարմնի ցանկություն, հաճելի աչքերում, աչքի ցանկություն, փափագելի իմաստունի համար։
մարդի մեջ առաջացավ ցանկություն, դեր ծառիշ կերած նրա մեջ առաջացավ ցանկություն, նա հավատաց սատանայի խոսքին, այդ հավատքը իր մեջ ծնեց ցանկություն, մենք պետք է հասկանանք հղիությունը չի կատարվում հենց նենց, ես մի հատ պրիմիտիվ օրինակ եմ բերում, պատկերացրեք, ենթադրենք, ես վերցեմ ին վրա, դու վերցա քո վրա, ենթադրենք մի գեղեցիկ տղամարդ անցնում կամ կինար մարդ անցնում, վերջը, հիմա ես առաջ հայացքից իմ դեմ դիմաց գալիս է, հիմա ես որ ես նայում եմ իրան, հա, ասենք մարդը աշկս տեսավ անցավ, բայց հետա քիրա, որ ինձ անցնում է, ես մի հատ եմ նայում, մի հատ եմ նայում, մի քիչ որ հեռանում եմ, հլում եմ բարձրտեղից եմ նայում, ինչ եմ կատարում ես, ցանկությունս հղիացնում եմ, երբ որ ես հավատում եմ այդ երևույթին, այդ երևույթին հավատալուց սկսում եմ հետևել, տեսեք, հավատքի կյանքի մեջ անգամ պատահել այդպիսի դեպքեր, ասենք քուր եղբայր են, իրանց մեջ ոչ մի բան չկա, ոչ մի մեղքի զգացում չկա, բայց կարծես թե մարդի մեջ ծնվում է հավատք, որ այդ քույրը կամ այդ եղբայրը նույնիսկ պատահել է, որ ամուսնացած են եղել երկուսն էլ կարող է, ինչ-որ մի հրապուրանք, ինչ-որ մի բան, մի փոքր, կամաց հղիանում այդ երևույթը, և եկել տեսնում ես այդ ամուսնացած մարդիկ, որ ունեն ամեն մակ իրան, մարդ ուննա, կին ունի, եկել տեսնում ես մեղք են գործում իրար հետ, են իր ամուսնում թողում, են իր կնկանա թողում, և դա աշխարհի մեջ էլ է կատարում, և հավատքի մեջ էլ է պատահել, որովհետև ցանկությունը հավատալուց առաջանում, բայց երբ որ սկսում ես ավելի տրվել դրան, սկսում է հղիությունը, և մի անգամուց հետևությունը առաջի հայացքից չի առաջանա, մարդը նարոջ է առաջի հայացքից տնա, ուղղությունը առաջանա, մարդը տեղ է տալիս դրան, տրվում է դրան, հիմի Ադամն ու Եվան ամբողջ կամքով, ամբողջ սրտով, հավատալուց բացի, տրվեցին դրան, նայեցին այդ ծառին, ցանկությունը հղիացրին, և իրանց մեջ ծնվավ մեղք, ասենք մեղքի բնություն, ծնվավ մեղքի բնություն, աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը, կյանքի ամբարձությունը, սա խոսում է, որ նրա մեջ մեղք ծնվավ, հին մարդ ծնվավ, այսինքն մարդի մեջ մինչև հին մարդ չծնվավ, մարդի ձեռքը չգնաց դեպի այդ ծառին, ուտելու, որ մահ ծնվի, երբ որ ինքը կատարեց այդ հին բնության կամքը, ծնվավ մահը, այդպես ասում Աստվածաշունչ Մատյանը, և պարզվում է, որ մարդի ներսը, ըստ Հռոմեացիս 5:21 խոսքում, մարդի մեջ 5:12 և 21-ում, մարդի մեջ ծնվավ մեղքի թագավորություն։ Իմիստե հարցը ոչ թե անհնազանդությունն է, այլ մեղքի թագավորությունից ազատվելն է։ Այլ մեղքի բնությունից մարդի մեջ սատանան սարքեց ֆարշ, պիղծ, կեղտոտ անկյունակար և դրանով իր թագավորությունը կառուցեց։ Մեղքի թագավորությունը կառուցեց։ Եվ այդ պիղծ մեղքի թագավորությունը, որ կառուցվա մարդի մեջ, դրան քանդելու համար, մարդը ի վիճակի չէ դա քանդի, դա մարդի խելքի բան չի, ոչ մի մարդ
Սկի չել պատկերացրել ոնց է հղիանում այդ հին մարդը։ Մենք մեր մոր արքանդում, ընդեղ ոչ մի բան մենք չենք էլ հասկանում։ Սաղմոս 51-ի 5-ում կարդում ենք, ահա ես անրությունով տվա, մայրս մեղքով հղիացավ, ես իմ մոր արքանդում հղիանում եմ մեղքի բնությամբ։ Այդ մեղքի բնությունը, որ հղիացել է իմ մեջ ու ծնվել է իմ մեջ հին մարդը, դա իմ կամքից անկախ է, դա իմ հասկացողությունից անկախ է, դա իմ բոլոր մտածելակերպից անկախ է։ Եվ այդպես բոլոր մարդիկ են մեղքի բնությամբ են ծնվել եկի աշխարհ։ Հիմա այդ մեղքի բնության հարցը մարդը չի կարա լուծի, դա մարդի խելքի բան չի։ Մենք խոսեցինք, թե մարդը ինչքան ստրուկ է մեղքի։ Դրա հարցը լուծողը Աստծո որդին է։ Եվ նա ուզում է այդ պիղծ անկյունակարը քանդի, որ կառուցի քո մեջ կյանքի անկյունակար։ Եվ դա գնում է սուր պայքար։ Մարդի պիղծ անկյունակարը քանդելու համար Աստված պետք է մարդանար։ Ուրիշ մեթոդով, ուրիշ ճանապարհով քանդել հնարավոր չի։ Ամբողջ տիեզերք երկու խոսքով ստեղծվել է։ Մարդ արարած ամեն ինչ ստեղծվել է շատ արագ, ցանկացած հրաշքարակ, բայց մեղքի բնությունը քանդելը երկու վայրկյանի գործ չի կամ ասելով չի։ Այդպես չի, որ մեղքի բնություն քանդվի։ Աստված ասի ու քանդվի, այդպես չի։ Դրա համար Աստված մարդացավ։ Եվ Աստված որպես մարդ պատերազմեց, անցավ է ճանապարհը, հղիացավ նույն տեղը, որպեսզի քանդի այնտեղից։ Եվ ինքը դատապարտեց մարմնի մեջ խաչի վրա, այդ մասին եղել է ուշ անգամ խոսել ենք։ Աստված այդ քանդելու process-ը, ես ուզում եմ նշեմ, որպեսզի դուք խորը պատկերացում ունենաք, խորը հասկանաք, եղբայրներ քույրեր, մարդի մեջ, մարդը մեղանչելուց ժառանգեց անհավատ չար սիրտ, եւ մարդը ժառանգեց մեղքի բնություն, մարմնավոր բնություն։ Մարդը մեղանչելով ժառանգեց չար սիրտ, անհավատությամբ չար սիրտ եւ ժառանգեց մարմնավոր բնություն։ Աստված ուրեմն իր գործնեությունը սա մենք պետք է անցնենք այս ճանապարհ, անցել են բոլոր հոգևոր մարդիկ։ Եվ այս ճանապարհի մեջ ես ուզում եմ ցույց տալ, որ դու չուսատվեք, որ Սուրբ Հոգին աշխատանք տանի չուսատվեք։ Այդ մինչև հոգևոր անկյունակարը կառուցվելը մարդին Սուրբ Հոգին տանում է հետևյալ ճանապարհով։ Առաջինը պետք է քո միջից քանդի այդ անհավատությունը, այդ անհավատ չար սիրտը քո միջից պիտի հանի։ Եվ քո մարմնավորությունը պետք է ազատագրի քեզ մարմնավորությունից։ Դրանք բաժանում են երկու շրջանները, մեկը կոչվում առաջին շրջան, անհավատության շրջան, փակած մեջ գրում եք ինքնավստահության շրջան։ Բոլոր Սուրբ Գրքում ես ցույց կտամ ցես դա։ Երկրորդ շրջանը մարմնավոր շրջան։ Եվ երրորդը նոր գալիս է հոգևոր շրջան։ Բոլոր մարդիկ ապրել են այս ճանապարհը։ Ես դա ցույց կտամ հոգևոր, թե հին ուխտում, թե նոր ուխտում, լուրջ հոգևոր մարդկանց կյանքում։ Այօնակ նոր ուխտում։ Առաջին Տիմոթեոս, առաջին գլուխ 13 խոսքում Պողոսը գրում է, առաջ հայրիչ էի, հալածող էի, շնամող էի։ Ասում է, անհավատության մեջ չգիտնալով արեցի։
Երբ որ նա գամաղելի ոտը սովորում էր, մենք կարայինք նրան համոզենք դու անհավատ ես։ Մենք չենք կարող ապացուցել, որ ինք անհավատ է։ Եվ Հռոմեացիս 11:38-ում գրված է. ամենքին էլ անհավատության մեջ արգելեց, որ ամենքին ողորմի։ Հռոմեացիս 11:32 Անհավատության մեջ արգելում Աստված։ Ցույց է տալի քո անհավատությունը։ Պետրոս Սարաքյանին չէին կարող համոզել։ Եթե ուշադրություն դարձնեք Հիսուսի աշխատանքը մարդկանց հետ, իր աշակերտների հետ մանավանդ, հիշում եք մի անգամ կայմի վրա քնած էր եւ փոթորիկ եղավ, Հիսուս ասել է եկեք Աստծից անդին անցնենք։ Եվ որ փոթորիկ եղավ, եթե հիշում եք, աշակերտները տեսան, որ պետք է ընկղվի, մեծեսակ Հիսուսի նկատմամբ վերաբերմունքը այլ փոխվավ, ասեց միթե քո հոգի մենք կորսվում ենք։ Հիսուս վեր կացավ, խաղացեց, ասեց անհավատներ ասեց, թե թերավատներ ասեց։ Ասենք նրանց հավատքին կպավ։ Հարությունից հետո, եթե հիշում եք, Մարկոսի 16:14-ում, ասում է երեսներին զարկավ անոնց անհավատությունը։ Զարկավ նրանց անհավատությունը, որպեսզի նրանք անհավատությունից դարձի կային։ Աստված աշխատանք է տանում քո հետ, որ դու անհավատությունից դարձի կաս։ Պետրոս Սարաքյանը չէր հավատում Հիսուսի ասացին։ Ասում էր դու պիտի ուրանաս, ասում էր ոչ։ Նա հակառակվում էր, վիճում էր։ Իր անհավատությունը, ինքնավստահությունը ստիպում էր իրան չհավատալու Քրիստոսի ասացին։ Մենք բոլորս այդպիսին ենք։ Մենք ինքնավստահ մարդիկ ենք, վստահ ենք մեր իմաստությանը, մեր գիտությանը, մեր աշխարհացքին, մեր ըմբռնումներին, չգիտեմ ինչն ասես հավատում ենք, մեր անձին հավատում ենք։ Մենք չենք հավատում, որ մենք անզոր մեր մարդ ենք։ Մենք չենք հավատում, որ մենք սարսափելի ստրկության մեջ ենք, դրան չենք հավատում։ Աստված աշխատանք է տանում, որ դա քանդի մեր մեջ։ Եվ դա բնական երևույթ է։ Հիմա Աբրահամը սիրելի հիշում եք, երկու անգամ հրաժարվավ, որ Սարան իր կինն է։ Վախեցավ էս մարդը։ Չէր կարողանում։ Թեպետերը նրան ասել էր, սա բնական մոմենտ է, երբ որ մենք, օրինակ Պետրոս Առաքյալը, որ անհավատություն արեց, ուրացավ Տիրոջը, սրանից ինքը բժշկվավ, նա չգիտեր, որ ինք անհավատություն պիտի անի։ Մենք էլ պատահում է, սա բնական երևույթ է, որ մենք չենք կարող վստահել Տիրոջ, չենք կարողանում ապավինել, մենք անհավատություն ենք անում, ընկնում ենք սխալի մեջ։ Ոչ թե ուզելով, այլ չուզելով։ Այստեղ շատ կարևոր միտք է։ Ես չեմ կարծում, որ Պետրոս Առաքյալը ուզում էր ուրանալ։ Ասում էր, ինչ լի չեմ ուրանա։ Սա խոսում էր մասին, որ ինք իրան չի ճանաչում։ Այդ մարմնավորությունը ի հայտ եկավ իր կյանքի մեջ։ Այդ անհավատության բնությունը ի հայտ եկավ իր կյանքի մեջ։ Նույն ի հայտ եկավ Աբրահամի մոտ։ Աբրահամը Աստծու հետ խոսում էր 15-րդ գլխում Ծննդոցում, 1-5 խոսքերում։ Տերն ասում էր, ես քո վահան եմ, քո վարձքը շատ մեծ պիտի լա։ Նա փողոնակ ուրախանար, նա տխրեց։ Ասեց, ինչ պիտի տաս ինձ, որ երեխա չունեմ, ես իմ ծառա Եղազարը պետք է լինի իմ ունեցվածքի տերը։ Տեր ասեց, քո երանքեն որտի պիտի տամ։ Ներուն Աստված ասեց քո երանքեն, բայց նա նորից Հագարին մտավ։ Մարմնավորությունը ցույց տվեց։ Ինքնավստահության, անհավատության շրջան անցավ։ Եկավ մարմնավոր շրջան։ Դա բնական է, ինքը անելու է դա։ Դու ես մարմնավոր շրջանի մեջ ապրելու։ Դու ես մարմնավոր բաներ անելու։ Դու չես կարող չանես, սրանք բնական ճանապարհ է, որ դու գնաս բժշկության։
որպեսզի դու ճանաչես քեզ։ Հիմի Պողոս Առաքյանը ուզում էր բարենալու չէր ստացվում, սա իր մարմնավոր շրջանն էր։ Իր անհավատության շրջան անցավ, եկա մարմնավոր շրջան։ Ուզում եմ բարենալեմ չեմ կարում, իր մարմնավորությունն էր բացվում։ Այդ մարմնավորությունը ստիպում էր իրան կատարել այն ինչ որ ինքը չէր ուզում։ Այսօր քո մարմնավորությունը, քանի դու մարմնավոր հավատացյալ ես, այն ինչ որ դու չես ուզում անես, բայց անում ես։ Եթե քո մեջ պատերազմը սկսես է, ուզում ես բարենանես ու չի ստացվում, սա խոսում է, որ բացում Աստված քո մարմնավորությունը, որ դու հասկանաս մարմնավոր ես։ Սուրբ Հոգին այս աշխատանքն է տանում։ Եվ ստեղ պետք չի ուսատվել։ Սատանան կարող է քեզ ասի, դու մարմնավոր մարդ ես, դու էլ փրկություն չունես, հետ դառի հավատքից։ Իսկ դու պիտի ասես, թեպետ ես մարմնավոր եմ, բայց Տերը ինձ մարմնավորությունից կազատի։ Կյանքի հայտնություն կուննա, Քրիստոս կհայտնվի մեջ, եւ ինքը իմ ներսս կփոխի հոգևոր կյանքի։ Այն մենք պետք է այս իրականությանը հավատանք, որ Քրիստոս այդ պիղծ անկյունակարը ջնջելու է եկել, առաջի Հովանես, 3-րդ գլուխության խոսքում գրված է, Քրիստոս Հիսուս Աստծո որդին աշխարհ եկավ, որպեսզի սատանայի գործերը քանդի։ Սատանան գործ արել մարդի բնությունը փոխելա, մարդի սիրտը փոխելա, մարդին մարմնավոր է սարքել, եւ քո սիրտն է փոխելու, եւ քո հոգին է փոխելու, որպեսզի քեզ դարձնի հոգևոր մարդ։ Եսեկելը գրում է 36-րդ գլխում, 25, 26, 27 խոսքերում, քո վրա մաքուր ջուր դիսրսկեմ, եւ քեզ բոլոր կուրքերից, պղծուներից մաքրեմ, նոր սիրտ պիտի տամ, նոր հոգի պիտի դնեմ քո մեջ, պիտի քարեղեն սիրտը հանեմ քո միջից, մանրեղեն սիրտի տամ, եւ վերջում իմ հոգի պիտի տնեմ քո մեջ, եւ դու իմ օրենքների մեջ պիտի քայլես ու կատարես։ Քեզ դի սարքեմ հոգևոր մարդ, ներսդ Աստծո մարդ, Աստված այս ծրագիրը ունի մարդի հետ, որ Քրիստոս անկյունակարը կառուցի քո մեջ։ Եղբայրներ քուրեր, Պողոս Առաքյալը, երբ որ կյանքի հայտնություն եղավ իր մեջ կյանքի հոգևորենք, իր մեջ կառուցվավ անկյունակարը։ Մենք բոլորը հասկանում ենք ինչ բան անկյունակար։ Յուրաքանչյուր պատ, որ շարում ենք, անկյունակարը նախ դնում ենք, երկու պատի անկյունակարը, եւ այսպիսի լարը, շարում ենք յուրաքանչյուր քար այդ անկյունակարի համապատասխան։ Դրա համար, եթե հիշում եք, մեկ քիչ առաջ մենք կարդացինք Եփեսացիս 2-րդ գլուխ 20-21 խոսքում ասում է, որով շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաչի, այսինքն ամեն ինչ Աստծո խոսքով, Քրիստոսի կյանքի նման, Քրիստոսի նման, սա պիտի կառուցվի այդ շենքը քո մեջ։ Ուշադրություն դարձնում մի կարևոր միտք եմ ասում։ Աստված տեսավ, որ քո հոգու համար սատանան պիղծ բնակարան սարքեց։ Այսօր Աստված ուզում է քո հոգու համար այն բնակարան շինի, որը հավիտենական դարերից առաջ որոշել էր, որ դու ունենայիր։ Եվ այսօր Աստված քո հոգու համար բնակարան է ուզում սարքի, որ քո հոգին ապրի այդ նոր բնակարանում, որը կոչվում է Աստծո բնակարան, եւ դու դրա մեջ ապրես Աստծո հետ, ասենք Փարթիրոջ։ Եղբայրներ քուրեր, Աստված ուզում է իր բնակարանը սարքի քո մեջ։ Սա Աստծո փափագն է։ Ոչ թե ընդամենը մի հատ օրհնվես, ոչ թե ընդամենը այցելվես, այլ բնակարան։ Աստծո բնակարան սարքի քո մեջ։ Այդ բնակարանը ոչ մեկ չի կարա քանդի։ Ոչ մեկի խելքը չի կարող քանդել դա։ Եվ իր ուխտում է սարքել մարդկանց մեջ այդ բնակարանը, եւ նոր ուխտում է սարքում Աստված։ Ավելի զորավոր ձևով։ Որպեսզի մենք շփոթվենք այս ճշմարտություններից
Ունակ, երբ որ մենք կարդում ենք Սամսոնի պատմությունը դատավորաց 14 գլխում, նա ուներ օծություն, բայց բնակարանը չշինվավ։ Հովսեփը ուներ օծություն, բայց բնական էր շինվել։ Նա ներսը կառույց կար հոգևոր։ Նա ներսը անկյունակար կար։ Հովսեփը Աստծուց բացի ուրիշ հաճություն չուներ կյանքի։ Աստված երբ որ կառուցում է քո մեջ, որտեղ ուզում ա լինես, ինչ միջավայր ընկնես, ինչ հալածանքի մեջ, ինչ նեղության մեջ, քո ներսը կա կառույց, որ դեմ ա դնում ամեն փորձություններին։ Դեմ ա դնում ամեն փորձություններին։ Թող որ Սուրբ Հոգին այդ կառույցը անի քո մեջ։ Ոչ թե միայն անկյունակարը կառուցվի, այդ անկյունակարով շենքը կառուցվի։ Դու ունենաս հոգևոր կառույց։ Ոչ թե հիանաս օծությունով, այլ հիանաս Աստծով, որի մասին խոսեցինք առաջի օրը։ Ահա Սուրբ գրքի մեջ սիրելիներ, մենք նայում ենք Հին ուխտի մեջ մեծ առաջնորդներ են եղել։ Այդպիսին ինչպես Ահարոնը, տեսեք Աստված Ահարոնի ներքին կառույցը ուզում էր լինել այսպիսին։ Տեսեք ինչ ասում Թվոց 18:20-ը։ Թվոց 18:20-ը։ Տերը սավ Ահարոնին, անոնց երկի մեջ դու ժառանգություն պիտի չունենաս, անոնց մեջ բաժին չունենաս, Իսրայել որդիների մեջ քո բաժինը, ժառանգությունը ես եմ, Փարթիրոջ։ Ես եմ, Փարթիրոջ։ Աստված ասում է դու ես երկրի վրա, որովհետև որոշ օր մեջ ժառանգություն չունես, ես եմ քո ժառանգությունը եւ քո հոգու բաժինը հավիտյան։ Դրա համար Սաղմոս 25-րդ խոսք 73-րդ Սաղմոսի ասում է ով ունեմ ես երկնքում, սա կառույց է, երկրի վրա քեզնից բացի ուրիշ մեկի չեմ ուզում, Փարթիրոջ, սա հրաշք է, իմ սիրտս ու մարմինս մաշվում են, բայց Աստված իմ սրտի զորությունն է, սա կառույց է, սա գաղափար չի, խնդրեմ Երեմիայի մեջ տեսեք կառույցը, ողջ Երեմիայի 3-րդ գլխի մեջ, տեսեք ինչ կառույց արի Աստված, ինչ կենթանի քար աշինել, ինչ բնական աշինել, որ ես մարդը ինչ ասում։ Ողջ Երեմիան, այդ քանդելու պրոսեսներ ուզում եք ցույց տամ ձեզ։ 3-րդ գլուխ 18-ում քանդելու պրոսեսն է։ Եվ նա տառապանք տեսե Աստծո բարգության գավազանով։ Եվ նա հանդիպել է այնպիսի տառապանքի, որ Աստծուն արջի, առյուծի պես է տեսնում իր նկատմամբ։ Անիկա դառնակալ արջի պես, ծածուկ տեղը պահված, առյուծի պես եղավ։ Իմ ճամփաներս խոթերություն զիս պատրեց, զիս ամայի արավ, զիս օշինդրով գինովցուց։ Ու 18 խոսք Երեմիա 3-րդ գլուխ, ըսի կորսվեցավ իմ զորությունը, այս սա ասատագրումը, կորսվեցավ իմ զորությունս, իմ ակնկալությունը Տիրոջմով, իր զորությունով, իր ուժով, Աստծուն հասնելու ճանապարհի ակնկալությունը, այդ զորությունը կորավ։ Եվ տեսեք, նույն գլխի մեջ 18-24 խոսքի մեջ ասում, իմ հոգիսը սավ, երբ որ Աստված քեզ ազատագրում է մարմնավորությունից եւ անհավատությունից, քո հոգին արդեն արթնանում, քո հոգին է կենթանանում, եւ իմ հոգիս սավ, Տերը իմ բաժինս է, այս պատճառով անոր պիտի հուսամ, ալելույա նրան, փառք Հիսուսին, նա այս հրաշքը արեց Երեմիայի կյանքի մեջ, այդ նույն Աստված ուզում է նա իրան նվիրված մարդի մեջ, իրան ամբողջ սրտով տրված մարդի մեջ, անում է
իր հրաշքը։